Բացենյակը շարունակում է եթերային ընթացքը, ողջունում ենք բոլորիդ եւս մեկ անգամ ու ասում եթե այս պայն վայրում եք ձեր մեկ գավաթ սուրճը, ասում ենք ինչ Էդգար։ Կամ օղին, կամ մնացած բաները։ Անուշ լինի, չէ։ Այո։ Դա էր ուզում ասել։ Իսկ եթե այս պայն արդեն ձվածեղը մի քիչ վառվեց, ոչինչ հարգելի հեռուստադիտողներ, անջատ եք գազօջախը եւ եկեք բացենյակը շարունակելու, ոչինչ որ քաղցած կմնաք այս առավոտը։ Այո, ուղղակի ներկայացնում եմ։ Կարծում եմ ոչ միայն դու նաեւ լսում ես հեռուստադիտողին, տեսնում ես ինչ է կատարվում, այո։ Տեսնում եմ, Էդգար, պատկերացրու որ տեսնում եմ։ Դա գիտես նրանց է, որովհետեւ ես սպորտի գերակայությանը մեծ դեր եմ տալիս։ Այսինքն, եթե դու հյուրասրահից ոզելով այսպես գնաս խոհանոց, դու ձեռք կբերես հնարամտություն։ Իսկ սա ինչի հետ է կապված։ Հենց անջապես խոհանոցում է դրված այդ։ Իսկ եթե խոհանոցում է դրված այդ հեռուստացույցը, դա նշանակում է, որ Եվ ասեկարաջ։ Քանի որ ես մենք մոռացանք որ հյուրասրահում ենք արդեն մենք։ Չմոռացանք, դա է ուզում ասել։ Ուզում եմ խոսքս բերել, հասցնել։ Ուզում եմ ասել, որ կան մարդիկ, ովքեր նախաճաշից առաջ սիրում են սպորտով զբաղվել եւ առհասարակ կարևորագույն պայման են համարում հենց առողջ ապրելակերպը։ Եվ ասենք սնվում են ճիշտ, հեռու են ալկոհոլից եւ այլն։ Եվ սիրում ներկայացնենք մեր հյուրերին հարգելի հեռուստադիտողներ, բաց սենյակում այս պահին հյուրընկալված են երկու հյուր, որովհետև նրանցից մեկը Երևանից է մեզ մոտ հյուրընկալվել, իսկ մյուսը Վանաձորից։ Սիրում ներկայացնեմ Street Workout կազմակերպության Երևանի մեր ներկայացուցիչը Արթուր Հարությունյանը եւ իհարկե Վանաձորում այս գործունեությունը իր ուսերի վրա տանում է Հակոբ Արսենյանը, բարի առավոտ ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շատ բարձր տրամադրություններ։ Լավ։ Առավոտները ինչպես ենք սկսում, հենց workout-ով, հա, ու հենց street-ում։ Ու բագից երևի։ Առավոտները հիմնականում սկսում ենք մարզումներից, եթե եղանակները թույլ չեն տալիս, որ դուրս է սկսենք մարզվել, ապա գոնե տանը նախավարժեն կատարում ենք, մինչև մյուս գործերի Բայց ուսումը դրան չի խանգարում, շուտ արթնանալ դասի հասցնել, թե։ Իհարկե ոչ, 15-20 րոպե շուտ արթնանալը ինձ թվում է ոչ մի բանին չի խանգարի։ Ես այսպեսի մի հարց ուզում եմ ձեզ Արթուր, եկեք բացենք փակագծերը, street workout, սա ինչ է նշանակում, այսինքն բակային մարզումներ, ինչ առնչություն ունի հենց այս մարզաձևը, հա, եւ եթե խոսենք այն ինչ երենից ներկայացում, գուցե լինեն հեռուստադիտողներ, ովքեր առաջին անգամ են լսում այս ամենի մասին, եւ հենց որ այսպեսի մարզաձև գոյություն ունի վերջը։ Ուրեմն ասեմ, street workout դա բառացի թարգմանաբար նշանակում է բակային մարզումներ, այսինքն մարզումներ բոլոր հնարավոր պայմաններում, որտեղ պատահի, որ ժամին պատահի եւ ինչ պայմաններում, որ հնարավոր լինի։ Իսկ եթե մի քիչ ավելի ընդհանուր նայենք, ապա street workout-ը դա նույն ֆիզկուլտուրան է, այսինքն եթե մարդ ժամանակ չունի զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, ինչ-ինչ պատճառներով կամ աշխատանքի կամ ուսման, ապա հաստատ կարող է իր օրվա 24 ժամից գոնե կես ժամը տրամադրել սովորական մարզումներին, քանի որ առողջությունը դա առաջնային է բոլոր մարդկանց համար։ Եվ ավելացնեմ, որ վարկատով կարող եք զբաղվել ոչ միայն մարզահրապարակում, այլ ամենտեղ, տանը աշխատանքի ժամանակ, դպրոցում, ինստիտուտում, քայլելուց, եւ ի վերջո կարող նույնպես ընկերու հետ ման գալուց էլ Գործել Չէ, պարապել միասին Սպասի, ես հիմա քեզ կհասնեմ Չէ, իր հետ է կարելի է պարապել համատեղ, օգտակարն ու հաճելին միատեղ էլ իր հետ Այսինքն այդ բառային հենց իմաստով պետք չէ ուղիղ հասկանալ, բակային ուրեմն բակում, որտեղ ցանկանում կարևորը մարզանքն է Եվ հետաքրքիր է նաև իմանալ ինչպես է եղել պատմությունը գիտեք այս մարզաձևի, որտեղ է առաջացել, ինչպես առաջացավ գաղափարը Եվ հետո ինչպես եկավ Հայաստան Ուրեմն պատմությունը սկսեց նրանից, երևի ավագ սերունդը ավելի լավ կիմանա, որ սովետական միության տարիներին շատ էր տարածված, որ բոլորը ֆիզկուլտուրայով են զբաղվում, տարեցները, երիտասարդները դպրոցներում եւ բոլոր տեղում շատ էր տարածված։ Ուղղակի եթե սովետական տարիներին դա ուղղակի հասարակ ձգումներ էր կամ ռուսերեն ասում են «Падյոմ переворот» մարզությունը Այս տարիներին դա նոր թափ հավաքեց, նոր գեղեցկություն ստացավ, հիմնականը պետք է շնորհակալություն հայտնենք մեր ամերիկացի ընկերներին, որտեղ հենց այնտեղից բավականին գեղեցիկ հնարքներ են նրանք հնարել, պրոֆեսիոնալ գիմնաստիկայից ձևափոխել են եւ հասցրել են փողոցային մակարդակի, այսպես ասած, որպեսզի վտանգավոր չլինի եւ դա գրավում է երիտասարդությանը, քանի որ ցանկացած երիտասարդ ուզում է որ կարողանա ինչ-որ բաներ կատարել, ինչ չզարմացնել իր ընկերուհուն, իր ընկերներին, շրջապատին։ Սա փողոցային բարերի հետ ինչ-որ առնչություն ունի, նաև մարզաձևի ինչ-որ տեսակ է, այնտեղ որ ճարպիկ անցումներն անում, պրոյեկտներն անում։
Երևան հետ համագործակցություն կա, սպորտազի թե զուտ կապ չունի, պետք է ուղղակի մարզը։ Ուղղակի կասեմ, որ սահմանափակումներ չկան սթրիթ վորքաութի մեջ, այնտեղ օգտագործում են ինչպես պրոֆեսիոնալ սպորտի հնարքները ու վարժությունները, այնպես ինչպես նաև պարի, բրեյք-դանսի կամ պարի էլեմենտները։ Հակոբ որքան ժամանակ, ավելացնեմ, որ շատերը ասում են, որ սթրիթ վորքաուտը նույն գիմնաստիկան է, ավելի թույլ տեսակով, ասեմ ինչն է տարբերությունը դրանց միջև։ Գիմնաստիկան ավելի շատ տեխնիկական եւ ճկունության վրա է, որտեղ իրանք սովորում են զալում, հարմարություններ եւ սրախովքեր կա։ Իսկ մենք ավելի շատ ուժային վարժություններ, փողոցում բիտոնի վրա, ասֆալտի վրա սրախովկա չկա, ավելի ապասնի է, բայց ասենք իրանք ճկունությանը հնարքների տեխնիկապես կարող է չհասնել, բայց ուժայինով մենք մեր ավելի շատ ուժայինի վրա հիմնված ուժային վարժություններ։ Եթե փորձենք համատական տանել, սկզբից որքան ժամանակի որ արդեն նախ հենց այս մարզաձևի մեջ է կոնկրետ դուք եւ գնալով արդյոք շարքեր ավելանում են հենց կոնկրետ Վանաձորում կամ մարզից գուցե տարբեր սահմաններից գալիս են։ Վանաձորից երբ սկսեցի ես մենակ էի։ Ոչ մեկ չգիտեր, իսկ հիմա արդեն մոտ 100 անց ապող կան նաև աղջիկեր կան այդ թվում։ Սկսել են մեր մարզի Սպիտակ, Ալավերդի եւ նպատակը որ այս միջև տառավերջ բոլոր մեր մարզի քաղաքներում, իջուչը նաև գյուղերում իմանան ու զբաղվեն առողջ ապրելակերպով, կոպեն իրենց մարմինը, ուժեղ եւ գեղեցիկ մարմին լինի։ Գիտենք, որ արդեն Հայաստանի 8 քաղաքներում կա։ Ինչպես է կոորդինատները գտնում եւ ինչպես է տարածում այդ գաղափարը։ Մեկը մեկին ընկերներին ասելով թե ինչ-որ համացանց։ Ես կպատմեմ թե ինչպես է սկիզբ առել Հայաստանում այս ամենը եւ Այո, դա նաև նախկին հարցի շարունակությունն է։ Ուրեմն են հարցերը պետք է։ Այո։ Հիմնական օգնող տարբերակը դա ինտերնետն է։ Ինտերնետը արդեն ամբողջ աշխարհում կա, տարածված է, երիտասարդությունը օգտվում է ինտերնետից։ Ես ինքս սթրիթ վորքաութի մասին իմացել եմ ինտերնետից։ YouTube-ի էջերում տեսել եմ մի տեսանյութ, որտեղ մարզվում են սևամորթ երիտասարդները եւ ինչ-որ վարժություններ են ցույց տալիս։ Ինքս փորձել եմ կրկնել, մեր բակում կար պատածող, փորձեցի կրկնել եւ դա ստացվեց։ Ինչ-որ ժամանակ հետո երբ կարողանում էի տիրապետել որոշակի հնարքների, որոշակի ուժային մակարդակների հասել, փորձեցի Հայաստանում գտնել ինչ-որ մարդկանց, որոնք նույնպես մարզվում են։ Եվ հետո հենց առաջինը գտա Հակոբի տեսանյութը, որ ինքը նույնպես իր երթին նկարել էր, տեղադրել էր ինտերնետում, շատ ուրախացա, որ հետաքրքրությունները մեր համընկել են։ Եվ Երևանում Երևանից նույնպես գտանք երիտասարդների եւ 2012 թվականի ամռանը հուլիս ամսին ինտերնետով միասին կապ պայելով հավաքվեցինք Երևանում, որպեսզի միասին մարզվենք, ծանոթանանք։ Այդ ժամանակ մենք չենք պատկերացնում, որ կարող է այսպեսի մեծ թափ հավաքել։ Առաջին հավաքին մարզումներին եկել էին մոտ 10-15 երիտասարդ։ Մենք ուղղակի ծանոթացանք, շփվեցինք, դրական էմոցիաներով իրարից բաժանվեցինք։ Իսկ հաջորդ անգամ արդեն հավաքվեցինք մեկ այլ վայրում, մարդաշատ, որպեսզի բոլոր անցնող դառնողները մեզ տեսնեն եւ միանան մեզ, հետաքրքրվեն այդ մարզումներով։ Հաջորդ անգամ ավելի շատ երիտասարդներ են եկել, ովքեր առաջին մարզումներին են եկել, նրանք իրենց ընկերների հետ էին արդեն եկել։ Այնուհետև այդ ամենը նկարները տեղադրելով ինտերնետում, ել ավելի շատ մարդիկ իմացան ու ամեն մարզումներին ել ավելի շատ երիտասարդներ են գալիս։ Հիմա քանի հոգի ունի մարզաձևը, քանի հոգի կա մարզիկների շարքում։ Մոտ 600 անց արդեն մարզիկներ ունենք Հայաստանի բոլոր քաղաքներում եւ մարզերում։ Այս վերջեր քեզ նաև եղավ մարզահրապարակի բացումներ քաղաք Ղարաբաղում, Սուշիում եւ Լոռվա մարզի Դսեղ գյուղում։ Այդ առիթով ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել բնատաճար Արշավային ակումբին, իդեմս Ապրեզ Զորաբյանին, որը կարողացավ կազմակերպել եւ մեքենասների շնորհիվ կարողացանք այդ մարզահրապարակները կառուցել։ Փաստորեն կազմակերպությունը ոչ միայն զբաղվում է սպորտաձևով, մարզաձևով, նաեւ մարզահրապարակներ կառուցում, այո, ոնց հասկացա։ Այո, հիմնական նպատակը մարդկանց մեջ սեր արցնացնել դեպի սպորտը։ Դա կապ չունի կլինի սթրիթ վորքաուտ, թե կլինի այլ սպորտաձև։ Դա ընդհանրապես մեր համար կարևոր չի, կարևորը որ մարդկանց մեջ սեր առաջանա։ Շատ մարզիկներ են եղել, որ եկել են զբաղվել են մեր հետ սթրիթ վորքաուտով եւ հասկացել են, որ նրանք շատ են սիրում սպորտային գիմնաստիկա, ավելի պրոֆեսիոնալ ոլորտը։ Եվ սկսել են այցելել պրոֆեսիոնալ գիմնաստիկայի դասերի։
դա շատ կարևոր է, որ մարդը հասկանա, որ սպորտը առաջնային է, անկախ աշխատանքից եւ ոլորտից, որտեղ որն է գտնվում է։ Եվ թույլ տվեք ավելացնեմ, որ մեր նպատակը առաջնային է, որ ապրել առողջ ապրելակերպով եւ թողնել վատ սովորություններ, որի մեջ մտնում է ծխել, խմել եւ այլն։ Կարևոր չի դու ինչով որ նշեց Արտուրը, կարևոր դու պարապես առողջ լինես։ Բայց մարդկանցը օգնում է ազատվել դրանից, չկան մարդիկ ովքեր համ խմում են, ծխում են եւ զուգահեռ զբաղվում են։ Մեկ Արտուրը, չգիտեմ, ես ինքս միջով պարապել է եղել խմել եւ այլն եւ ընկերներով որ պարապեն նրանք էլ, բայց ամեն ինչը թողնել են, հա, որտեղ չեն կարող մի հատ համ պարապեն, համ առողջությանը վնաս է իրանք են զգում, հա։ Համագործակցություն կա արտասահմանի նման կազմակերպությունների հետ։ Այո, 2013 թվականից սկսած արդեն որ մեր մոտ սկսեց ամեն ինչ զարգանալ, ինտերնետով նույնպես մեր Facebook-յան եւ այլ էջերում տեղադրվում են մեր մասին նյութերը ռուսերեն եւ անգլերեն տարբերակով, որպեսզի արտասահմանի երիտասարդները նույնպես հետևեն այստեղի կատարվող նորություններին։ Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Ղազախստանի 30-ից ավելի երկրների հետ կապ ունենք եւ դրա հետևանքը այն եղավ, որ մեզ հրավիրել են արդեն աշխարհի առաջնությանը 2014 թվականի, որը տեղի ունենալու Ղազախստանում, ինչպես նաև մի շարք այլ միջազգային առաջնությունների, որոնց նույնպես հրավիրել են։ Խոսելով առաջնությունների մասին, վերջերս տեղի ունեցավ նաև 2014-ի առաջին առաջնությունը, հա, եթե ես չեմ սխալվում, Երևանում էր եւ կային նաև Վանաձորից թիմ ներկայացուցիչներ։ Որից երկուսը արեցին դուսանձնագրքի ռեկորդներ, մեր փուճուր Սարիբեկներ, եկա Աշոտը որ ատամներով ստոյկա վիճակում կարծավ քաշի մեքենան։ Իդեպ 900 կիլոգրամ կշռով։ Մոտ 15 մետր ինքը քաշի։ Դա բացառիկ բան է, ինձ թվում է Աշոտը եթե շարունակի պատրաստվել, այդպիսի վարժություն դեռ ոչ մեկ չի կատարել աշխարհում։ Շատ է եղել որ ձեռքերով քաշեն կամ ատամներով ոտքերի վրա կանգնած, բայց ձեռքերի վրա վորկաուտի շրջանակներում այդպիսի բաները։ Սթրիթ վորկաուտի մեջ որպես այդպիսին վարժություն չկա, բայց ձեռքերի վրա քայլելու վարժությունը սթրիթ վորկաուտի մեջ մտնում է։ Աշոտը կոմբինացրել է այդ վարժությունը եւ այդ ուժը կիրառել է այլ ոլորտում, որը շատ զարմանալի է։ Ինչ են տալիս առաջնությունները առհասարակայի հանդիպում են երիտասարդներ տարբեր քաղաքներից, կոնկրետ առաջին առաջնությունը 7 քաղաքներից էին ներկաներ մարզիկներ։ Ինչ է տալիս դա գուցե փորձի փոխանակում, գուցե ուղղակի հնարավորությունների ընդլայնում, կխնդրեմ պատասխանեք երկուստ էլ եթե։ Ուրեմն այս գիրակի օրը փետրվարի 23-ին տեղի ունեցավ այս տարվա սթրիթ վորկաուտի մարզումների, այսպես ասած, սեզոնի բացումը, քանի որ ձմեռ էր եւ բակերում չէր լինում այդքան հաճախ մարզումներ անցկացնել։ Այդ մարզումներին եկել էին 8 քաղաքներից մարզիկներ, որոնք շփվել են իրար հետ միայն ինտերնետով։ Իսկ այդ միջոցառումը առիթ հանդիսացավ, որպեսզի այդ երիտասարդները միմյանց հետ ծանոթանան, ավելի փորձառու մարզիկները իրենց փորձով կիսվեցին նորեկների հետ։ Իսկ դա արդեն ուժ է տալիս մյուս մարզիկներին, ոգևորում է, որ կարողանան շարժվել առաջ, գնան իրենց քաղաքներ եւ շարունակեն մարզվել եւ ինչու՞ չէ, իրենց շրջապատին նույնպես ներգրավեն սպորտի մեջ։ Դուք ավելացնելու ինչ-որ բան ունեք, Հակոբ, խնդրեմ։ Ինձ թվում է սա ասով Արտուրը ավելացնելու բան չկա։ Քանի որ մեր ժամանակահատվածը կամած մոտենում է իր ավարտին, ձեր կոչը մեր երիտասարդներին, ձեր հասակակիցներին ու այն մարդկանց, ովքեր ի վերջո հեռու են սպորտից ու առողջ ապրելակերպով չեն ապրում, ինչ կցանկանաք նրանց եւ ինչ խորհուրդ կտաք նրանց, խնդրեմ։ Առաջին խորհուրդը կտամ այն, որ թողնել այդ վատ սովորությունները ծխելու, խմելու եւ փորձեք զբաղվեք առողջ ապրելակերպով եւ սպորտով, կապ չունի դա ինչ սպորտ կլինի, կարևորը դուք պարապեք, թեկուզ ամեն առավոտյան դուք գաք վազելու, եւ եթե կան ցանկացողներ, տարբերություն չկա, աղջիկ լինի թե տղա, ուզում են իրանք մարզվել, թող կապնվեն մեր Facebook-ան էջերով կամ կոնտակտի։ Ինչպես է գրվում, հենց այդպես է գրվում, Street Workout Armenia։ Կապնվեն մեր հետ մարզումներ միատեղ լինում է քաղաք Վանաձորում, նաև Երևանում, ամեն տեղ, կասենք ժամերը, օրերը տեղը, որտեղ կգան միասին կմարզվեք, փորձի փոխանակում կլինի, հաճելի կլինի միասին, կանց առանձին, գերական ավելի հաճելի է։ Եվ մի կարևոր հանգամանք ասեմ մարզումների հետ կապված,
Հիմա հավանաբար ովքեր մեզ լսում են, առաջին հարցը կլինի, թե ինչ արժի այդ մարզումները։ Ես ուզում եմ որպես եզրափակիչ հարց Ես ուզում եմ հայտարարել, որ մեր մարզումները բացառապես անվճար են։ Ոչ մեկ կյանքում նրանցից գումար չի վերցնի այդ մարզումների համար։ Հենց Street Workout-ի արագ զարգացման, արագ տարածման առաջին պայմանը դա է, որ մենք անվճար ենք ու դրանով իսկ հասանելի ենք բոլորի համար։ Դա նույնպես հրաշալի հանգամանք է։ Պատասխանների համար, որ այսօր այստեղ եք, ձեզ մաղթում ենք ձեր գործունեությունը միմիայն հաջողություններ եւ դիտեք տեսա հոլովակ ինձ թվում է։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ հիշեցնելու համար, հարգելի հեռուստադիտողներ, մինչ հրաժեշտը եւ մինչ մեր հյուրերին ասենք շնորհակալություն, ձեզ առաջարկելու ենք իհարկե դիտել նաեւ հենց Street Workout-ի մասին պատմող հետաքրքիր տեսանյութ, թե ինչպես են այս երիտասարդները ջատագովը հանդիսանում հենց առողջ ապրելակերպի։ Դուք մնացեք բաց սենյակի ներս, իսկ ձեզ մաղթում ենք հաջողություն։ Մնացեք բաց սենյակում, գնացինք առաջ։